Բարև ձեզ, եթերում օրակարգ հաղորդաշարն է եւ ես Միրան Հակոբյանը։ Բաքվում ընթացող եվրոպական խաղերի մասին, մեր սպորտային խնդիրների մասին այսօր զրուցելու ենք ՀՊՏՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հովհաննես Գաբրելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գաբրելյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Գաբրելյան, Բաքվում ընթանում են առաջին եվրոպական խաղերը, որոնք նաև այսպես եվրոպական օլիմպիական խաղեր են անվանակոչվում, հետևում եք խաղերին, ինչպես է ընթանում ընդհանրապես։ Իհարկե, հետևում եմ խաղերին ու ասեմ, որ մեկնարկը լավն էր, չնայած որ մեր ըմբիշներից մի քանիսը մեդալների ակնկալիքներ ունեինք, բոլորից սպասում էինք մեդալներ, բայց ստացվեց մեկի մոտ հանել եզրափակչում պարտվեց ռուս ըմբիշին, որ բավականին ուժեղ էր իրականում, բայց էլի գոյացուցիչ է, հետևում եմ, հետաքրքիր է, անկախ հասարակության մեջ տիրող կարծիքներից, թե պետք էր գնալ, պետք չէր գնալ եվրոպական խաղերին։ Ամեն դեպքում գնացել են եւ պետք է մենք քաջալերենք, ողջևորենք մեր մարզիկներին, ինչքան հնարավոր է եւ երկրպագենք նրանց։ Իսկ ընդհանրապես էկրաններից որ նայում եք, խաղերը ինչպես են կազմակերպված։ Ասեմ, որ խաղերը այնպես չի, որ հենց Ադրբեջանի կազմակերպիչներն արել, նման դեպքերում բավականին մեծ միջազգային պերսոնալ է աշխատում խաղերի կազմակերպման վրա, անկախ նրանից խաղերը կլինեն Ռուսաստանում, կլինեն եվրոպական երկրներից որևէ մեկում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այսինքն դա նշանակություն չունի, աշխատում է շատ մեծ միջազգային պերսոնալ, որը կազմակերպում է խաղերը։ Օրինակ, իմ ունեցած տվյալներով բացման արարողությունը, որը շատ լավ էր կազմակերպված, հա, գլխավոր բեմադրիչը, ռեժիսորը դա Աթենքի օլիմպիական խաղերի նույն մարդն էր, որը վստահ եմ ադրբեջանցի չի։ Իսկ ավստրիացի մարզիկներին այսպես վթարի ենթարկեցին ավտոբուսում, հենց այդ օլիմպիական ավանի տարածքում, այն նման միջադեպերը ինչպես են անդրադառնում խաղերի վրա։ Նշեմ, որ դա դժբախտ պատահար է եւ ոչ մի երկիր, ոչ մի կազմակերպիչ, ոչ մի միջոցառման ապահովագրված չի նման միջադեպերից, բայց ասեմ, որ անձնակազմի ընտրության հարցում լինի դա վարորդ, լինի դա որևէ մի աշխատող պետք է շատ ուշադիր մոտենալ նման հարցին եւ պետք է նաեւ այնտեղ մի քանի պատճառ կար, ոչ թե մեկ ավտոբուսում է եղել վթարը, այլ հենց ավտոբուսն է վթարի ենթարկել մարզիկներին, որոնք որ ուղակի քայլում էին շատ հանգիստ, մեքենայի արագությունն էլ այդքան մեծ չէր, ուղակի եղավ, ինչ եղավ, ես տեսել եմ օրինակ տեսաերիզը բավականին շատ ազգուշ քայլ էր այդ վարորդի կողմից, բայց դա չեմ կարծում, որ շատ կնսեմ աստի մրցումների կազմակերպման, որովհետև դա կարող է լինել բոլոր երկրներում, բոլոր ուղղակի պետք է ավելի ուշադիր լինեն այսուհետ։ Իսկ դրա հետևանքները Ադրբեջանի համար սպորտային խաղերի հետագայում կազմակերպված ընդհանրապես պրակտիկան ոնց է միջազգային, դրա անդրադարձություններում է հետագայում հաշվի առնում են։ Դա հենց յուրաքանչյուր կազմակերպիչ ուրիշների սխալների վրա սովորելով եւ իրենց սխալների ադրբեջանցիների դեպքում պետք է հետագայում խուսափեն նման բաներից։ Պետք է մեքենաների սարքությունը հետ ուշադիր լինեն վարորդների ինքնազգացողությունը այդ պահին պետք է բոլորին է նորմալ վարորդներ լինեն պրոֆեսիոնալ անձնակազմություն։ Դա պետք է, բայց ոչ մեկ ապահովագրված չի նման բաներից։ Մեր մարզիկներից մենք ինչ ակնկալիքներ ունենք, հա, հունահռոմեական ըմբշամարտի մեր ներկայացուցիչները կարծես բավականին հաջող ելույթ ունեցան, մենք ունեցանք նաև արծաթե մեդալ, ի վերջո Հայաստանի դրոշը, հա, բարձրացավ Բաքվում, որ այդքան ցավագին է ընդունվում ադրբեջանցիների կողմից։ Այլ մարզաձևերից մենք սպասելիքներ ունենք։ Գիտեք, սովորաբար մեր հանրապետությունում կան ընդգծված մարզաձևեր, ովքեր որ միշտ ակնկալիքներ ունենք նրանցից, դա ըմբշամարտի տարբեր ձևերն են, դա բռնցքամարտն է, վերջերս հրաձգությունն է, ինչ որ տեղաշարժ գրանցում։ Դե էլ չեմ խոսում շախմատի եւ մյուս, բայց ցավոք չկա այս խաղերի։ Ուղղակի նման խաղերի մեկնելուց պետք է միշտ հաշվի առնենք, թե ինչպիսի մարզաձևն ընդգրկված նրա անցկացման օրակարգում եւ ի ուրախություն մեզ կան մարզաձևեր այս խաղերին, որտեղ մենք իրոք կարող ենք ձեռք բերել հաջողություններ։ Դա ըմբշամարտն է հունահռոմեական, այժմ նաև շատ բավականին լավ կազմով մեկնում է մեր ազատ ոճի ըմբիշները, ձյուդոից կան ակնկալիքներ, հույսով եմ, որ կլինեն մեդալներ եւ
պետք է նշել, որ ոչ միայն երկրորդ տեղի համար մեր դրոշը բարձրացավ, այլ նաև հայ ազգի մարզիկներ, որոնք հանդես են գալիս այլ երկրների հավաքականների կազմում, արդեն Ռուսաստանից ոսկե մեդալ ունենք, բայց հայ մարզիկ է։ Ընդհանրապես դուք շատ միջազգային մրցաշարերի եք մասնակցել արտասահմանում եւ շատ ավելի լավ այսպես կտեղեկացնեք, թե ինչ աուրա է լինում, հա։ Սովորաբար ընդունող երկիրը փորձում է հնարավորինս շատ այդ մարզական միջոցառումը օգտագործել իր երկրի գովազդի, այսպես PR-ի համար։ Ադրբեջանի դեպքում դա մի քիչ չափը անցնում է, հա, սովորաբար այդպես է լինում, այս անգամ էլ դրա ականատեսը եղանք։ Բայց մարզիկները, որոնք կենտրոնանում են, հա, հիմնականում իրենց ելույթների վրա, այդ միջոցառումների, այդ գովազդային, այդ PR-ային, երբ որ երկրի իշխանությունը Ադրբեջանի փորձում է, հա, պես ներկայանալ, դա ինչ տպավորություն է թողում մարզիկների մոտ։ Ադրբեջանի դեպքում իրոք չափը շատ անգամ անցել է եւ բոլոր ամբողջ աշխարհը, նույնիսկ մասնակից երկրները բոլորը գիտեն, որ սա հենց կոնկրետ Ադրբեջանի համար կազմակերպված միջոցառում, այսպես են բնորոշում մրցումները, եվրոպական խաղերի առաջին խաղերի անցկացումը, ասում եմ միջազգային բոլոր մրցումները, երբ որ երկիրը կազմակերպվում է, փորձում են ինչ-որ տուրիստական, հա, նաև մեծ ծավալներ ապահովել տվյալ միջոցառման ժամանակահատվածում եւ շատ երկրներում դա հաջողվում է։ Չգիտեմ Ադրբեջանին ինչքանով դա կհաջողվի, որովհետեւ չեմ կարծում, որ նրա ծախսած գումարները կարողանա հետ բերել, նրա համար սա ուղղակի PR է, սեփական երկիր եվրոպացիներին ծանոթացնելու, որովհետեւ Ադրբեջանը շատ վատ համբավ ունի, հա, եվրոպական տարբեր հարթակներում դա եւ ԶԼՄ-ներում եւ իրավապաշտպանների այդ պաշտպանների բանտարկման եւ այլն քաղաքական տարբեր մոտիվներով, բայց խաղերը իրոք շատ լավ կանցնեն տարբեր երկրների մասնակից մարզիկների համար։ Ասեմ, եթե նման խաղեր կազմակերպեն ոչ Ադրբեջանում, որը մեր ճշտամաբավ հասարակությունը տրամադրված հայերի նկատմամբ, մեր մարզիկները շատ մեծ բավականություն կստանան նման խաղերի մասնակցելուց։ Տվյալ դեպքում հենց եթե կոնկրետացնենք մեր մարզիկների համար դա այդ ամեն ինչը ինչպես է, նույնիսկ հեռուստաէկրանից լսվում են այն բոլոր վանկարկումները, անկախ նրանից հայը մրցում է գերմանացու հետ, հայը մրցում է այլազգու հետ, ոչ ադրբեջանցու, մեկ է, ոչ մեկ չի ընդեղից բացականչի, որ հայերի հոգեբանական ազդեցություն է դա թողնում։ Իհարկե, յուրաքանչյուր մարզիկի վրա կախված նրա հոգեբանական կայունությունից, որովհետև յուրաքանչյուր մարզիկ բնավորությունով ամենակարևորը նաև նրա հաջողությունները նրա բնավորությամբ են պայմանավորված։ Հիմա պետք է հույս ունենանք եւ որ մեր մարզիկները բավականին բարձր ելնելով հայ ազգի, հոգեբանական կերտվածքից նաև նրանք կլինեն տոկուն, ամուր եւ կարողանան այդ ամեն ինչի տակից ոնց որ ասած պատվով դուրս գան։ Մենք մի քանի անգամ տեսել ենք սա առաջի դեպքը, չէ՞, որ Ադրբեջանի տարածքում միջազգային մրցաշարեր են անցկացվել, որտեղ մասնակցել են նաև հայ մարզիկները, իհարկե անվտանգության երաշխիքներ պետությունը տալիս է եւ դա բարձր մակարդակով է կազմակերպում, պետք է նշել, բայց այդ երկրպագուների վերաբերմունքը ամեն դեպքում կաշկանդում է եւ շատ տհաճ է լինում, հա։ Ինչը մենք չենք տեսնում, երբ որ ադրբեջանցիները մասնակցում են Հայաստանի տարածքում կազմակերպվող միջազգային մրցաշարերի դեպքում։ Ժամանակը չէ, որ մեր սպորտի պատասխանատուները այսպես ավելի ակտիվ լինեն միջազգային ասպարեզում, որպեսզի այդ նման խոշոր մրցաշարերը Ադրբեջանի տարածքում չանցկացվեն գոնե, որովհետև իրականում այս թշնամական վերաբերմունքը մեր մարզիկների այսպես դուրս գալուն, նրանց ելույթներին մեծ արգելք է, խանգարում է։ Մեծ մասամբ նման հարցադրում կարելի է իհարկե անել մեր սպորտային պատասխանատուները, բայց չեմ կարծում, որ դա հաջողությամբ կվսակվի։ Մեխանիզմներ կան։ Ուղղակի դա երկրպագման կուլտուրայի հետ է կապված, անկախ նրանից, օրինակ ֆուտբոլային, եթե վերցնենք, օրինակ Հայաստան-Ադրբեջան մի ենթախմբում երբեք չեն հայտնվում, որովհետև ֆուտբոլային խաղերի ժամանակ բավականին դժվար է վերահսկել։ Նույնիսկ երբ որ հավաքականները խաղում են ոչ այդ ճշտամական երկրի հավաքականների հետ, այդ դեպքերում է լինում են բավականին վատ, հա, պահվածք, դժբախտ պատահարներ եւ այլն։ Ինչ յուրաբերում է ինչ կարելի է անել, այսինքն ոչ մեկ չի կարող բռնանալ ինչ որ մեկի կամքին։ Եկել է մարդը, ուզում է չափի մեջ, իհարկե առանց արդարացի խաղի կանոններ գոյություն ունեն աշխարհում։ Պետք է ռասիստական, ազգային ատելության, վանկարկումներ չլինի, fair play-ի չի թույլատրվում
փակցնել պաստառներ կամ ձեռքերը պայել, որոնք այդտեղյալ դեպքում կազմակերպիչ կողմը մարզադաշտը կամ տուգանվում են որոշ չափով, գրում են, որ պատասխանատվություն տվյալ ակումբը կամ կազմակերպիչը կամ երկիրը։ Այս չգիտեմ, ինչ կարողանան անել նման դեպքում հենց Ադրբեջանի եվրոպական խաղերի կազմակերպիչների համար։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հայտարարում է, թե այս եվրոպական առաջին խաղերի կազմակերպման վրա ծախսել է 5 թե 6 միլիարդ դոլար, հսկայական գումարներ է ծախսել, եւ երկրորդ երկիրը, որտեղ պետք է անցկացվեր հետագայում եվրոպական խաղերը, դա Նիդերլանդներն էին, որ սկզբում համաձայնվեցին եւ հայտարարեցին, որ իրենք ծախսելու են ընդամենը 135 միլիոն եվրո, որից պետության մասնաբաժինը լինելու էր 60 միլիոն եվրո, հետագայում երբ պարզ դարձավ հոլանդացիների համար, որ ծախսերը մի փոքր ավելի մեծ են լինելու, մոտ 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, հրաժարվեցին անցկացնել։ Այ Ադրբեջանը նման ծախսեր իրականացնելով, արդարացված է ընդհանրապես նման երկրների համար տենց խոշոր ծախսեր անել, կազմակերպել նման կարգի միջազգային մրցաշարեր, դա ինչ է տալիս։ Ադրբեջանի դեպքում նրանք երևի լավագույն բանը, որ կարող են նրանք 5 միլիարդ ծախսել, դա իհարկե սպորտային միջոցառում կազմակերպելն էր, որովհետև նրանց մոտ դա շատ լավ ստացվում է նաև զենքի, զինամթերքի ձեռքբերման վրա ծախսել ոչ պակաս գումարներ, Ես գտնում եմ, որ ինչքան կարող են թո ծախսեն ադրբեջանցիները, դա միայն օգուտ է թե մեզ, թե մյուս եվրոպական եւ համաշխարհային հասարակությանը։ Բայց ինչ վերաբերվում է, թե ադրբեջանցիները ինչքանով է դա ձեռք տալիս, որ նրանք այդքան գումար ծախսեն։ Իհարկե նրանք կյանքում այդ գումարները հետ չեն բերելու։ Այսինքն կմնան մարզաբազաները, նրանց մարզիկները հետագայում կմարզվեն այդ մարզաբազաներում, կունենան ինչ-որ հաջողություններ կապված նման մարզումների հետ, հարմարությունների հետ։ Դա մնալու է իրենց Ադրբեջանի համար ոնց որ ասած, ինչպես օրինակ Աթենքում օլիմպիական խաղերից հետո Աթենքը Հունաստանը հայտնվեց շատ մեծ ճգնաժամի մեջ եւ հիմնականում սկիզբը հենց օլիմպիական խաղերն են նշում, որ շատ գումարներ ծախսվեցին, միլիարդների հասան, այդքան պատրաստ չէր Հունաստանը եւ մինչեւ հիմա գիտեք Հունաստանի ճգնաժամային վիճակը դուրս չի գալ, չի կարողանում գալ։ Ես չնայած ասեմ, որ Ադրբեջանի դեպքում նրանք ունեն շատ ռեսուրսներ, նավթային ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս նրանց այդպիսի գումարներ ծախսելու։ Եվ օրինակ Նիդերլանդների դեպքում նրանք հաստատ այդ գումարները կարող էին 200 միլիոն եվրոն կարող էին ոնց որ ասած ստանան նաև տուրիստական տարբեր միջոցառումներից, գովազդային տարբեր, դա հնարավոր էր Նիդերլանդերում, բայց Ադրբեջանում դժվար թե այդքան տուրիստական ներդրումներ լինեին, հաճախումներ լինեին եւ տարբեր գովազդային գումարներ կարողանային վաստակել։ Ադրբեջանի համար դա արդարացված ծախս չէ այդ առումով, այսինքն գումարը երբեք հետ չի գալու նրանց։ Բացի դրանից, այսպես PR քաղաքական քայլերի տեսանկյունից էլ կարծում եմ արդարացված չէր, որովհետև ստացվեց, որ մի քանի միլիարդ դոլար ծախսում ես, որպեսզի քո երկիրը այսպես աշխարհին ներկայացնես, բայց ամբողջ աշխարհը խոսում է մարդու իրավունքների ոտնահարման, քաղբանտարկյալների, խոսքի ազատության ոտնահարման դեպքերի մասին, շատ լրագրողներ մենք տեսանք, որ Ադրբեջանի տարածքից արտաքսեցին եւ միջազգային այն խոշոր լրատվամիջոցները, սկսած Евроньюზից մինչև Al Jazeera հիմնականում քննադատական են վերաբերվում այս խաղերին, այն մասով, որ անցկացվում է մի երկրում, որտեղ դիկտատուրա է բացահայտ եւ ոտնահարվում է մարդու իրավունքները, բացի դրանից մատնանշում են, գոնե ակնարկում են այսպես կոռուպցիոն ռիսկերը։ Մենք տեսանք նաեւ, որ ոչ մի եվրոպական միության երկրի ղեկավար բացմանը չմասնակցեց։ Միևնույն ժամանակ Բաքուն հավակնում է նաեւ օլիմպիական խաղեր անցկացնել Ադրբեջանի տարածքում։ Դա ընդհանրապես հնարավոր է։ Բաքուն շատ վաղուց դիմում է, ձեր ասածների ամեն ինչի հետ համաձայն եմ եւ յուրաքանչյուր անգամ շատ հայտնի հեռուստաընկերություններում, երբ որ խոսում է եվրոպական խաղերի մասին, զուգահեռը անպայման անցկացվում է նաև մարդու իրավունքների ոտնահարման եւ կոռուպցիայի, այսինքն այդ ամեն ինչը ոնց որ ասած կրկնակի անգամ դրա մասին խոսվում է, անհնար է եւ լավն են ասում եւ վատն են ասում, տվյալին, որովհետեւ չեն կարողանում լռել։ Դա կա, Բաքուն շատ վաղուց է փորձում տարբեր հարթակներում ներկայանալ եւ կազմակերպել տարբեր սպորտային միջազգային մրցաշարեր, թե օլիմպիական խաղեր, թե համաշխարհային ուսանողական խաղեր։ Օլիմպիական խաղերը մի քիչ մասշտաբը մեծ է, լուրջ ենթակառուցվածքներ են պետք։
սկսած հյուրանոցների քանակից մինչև սպորտային ենթակառուցվածքներ։ Հնարավոր է Ադրբեջանի տարածքում ֆիզիկապես նման բան կազմակերպել։ Հնարավոր է, եթե եւս ծախսեն 5 միլիարդ եվրո, ինձ թվում է հնարավոր կլինի, որովհետեւ այսինքն ամեն ինչը ֆինանսական միջոցներից է կախված։ Հնարավոր է փոքր երկրներում դա ավելի հեշտ է կազմակերպել, որովհետեւ ամեն ինչ շատ մոտ է իրար, կարելի ամեն ինչ շատ մոտ կազմակերպել եւ գայթակղի չէ, որովհետեւ յուրաքանչյուր մարզիկ նաեւ որովհետեւ մրցման գնալուց մտածում է երկիր տեսնելու համար։ Եվ եթե ճիշտ կազմակերպեն յուրաքանչյուր երկրում, նույնիսկ Հայաստանում ֆինանսական մեծ միջոցների առկայության դեպքում հնարավոր է կազմակերպել նման խաղեր։ Շատ լավ, մենք շատ կարճ գովազդային դադարից հետո վերադառնանք մեր օրակարգային խնդիրներին։ Շարունակվում է օրակարգ հաղորդաշարը, հիշեցնեմ, որ մեր հյուրն այսօր ՀՊՏՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հովհաննես Գաբրելյանն է։ Պարոն Գաբրելյան, դուք երկար տարիներ այսպես ուսանողական սպորտով եք զբաղվել եւ Սպարտակիադաների, դրսում ունիվերսիադաների եք մեր թիմերը տարել ուսանողական, այն ինչ վիճակ է ընդհանրապես ուսանողական սպորտը Հայաստանում։ Ասեմ, որ ուսանողական սպորտով սկսել եմ զբաղվել 2010 թվականից, երբ որ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, կրթության գիտության նախարար Արմեն Աշտյանի կողմից հանձնարարական եղավ, որ պետք է համագործակցել ուսանողական ֆեդերացիայի հետ եւ առաջ փորձել զարգացնել այդ ուղղությունը, որը շատ կարեւոր է Հայաստանի թե ուսանողության, թե երիտասարդության համար։ Պետք է նշել, որ բավականին հետաքրքիր եղավ զարգացումը։ Ի սկզբանե 94 թվականից ուսանողական մարզական ֆեդերացիայի ստեղծման օրից ֆեդերացիան անդամակցել է միջազգային համասարանական սպորտի ֆեդերացիային, որը համարվում է աշխարհում երևի օլիմպիական կոմիտեից եւ FIFA-ից հետո երկրորդ հարուստ կազմակերպությունը, որը կազմակերպում է շատ մուլտիսպորտ միջոցառումներ, դրանցից ամենամեծը, ինչպես նշեցիք, ունիվերսիադաներն են, դրանք համաշխարհային ուսանողական խաղերն են, որոնց մասնակցում է շուրջ 200 երկրների 15000-ից 20000-ի հասնող պատվիրակության անդամներ, կազմակերպվում են գրեթե բոլոր այն սպորտաձևերը, որոնք ընդգրկված են օլիմպիական խաղերի ծրագրում։ Եվ Հայաստանը 100 պատշաճի պետք է կարողանա մասնակցել նման միջոցառումների եւ 95 թվականից մասնակցում է, որոնք միջոցառումները տեղի են ունենում 2 տարին մեկ անգամ եւ ձմեռային եւ ամառային ուսանողական միջազգային։ Ինչ հաջողություններ ունենք։ Ասեմ, որ ունեցել ենք բավականին շատ մեդալներ, բայց առաջին անգամ ոսկե մեդալի արժանացանք 2011 թվականի Շենժենում Չինաստանում կայացած ուսանողական համաշխարհային խաղերի ժամանակ ծանրամարտում, ասեմ, որ վերջին 2 ուսանողական խաղերը բավականին հետաքրքիր էին եւ այն առումով, որ կային ընդգրկված էին մարզաձևեր ծրագրում, որոնցից, ինչպես նշեցի, մեր հայերս բավականին ուժեղ ենք, դամբուշամարտի, ծանրամարտ, բռնցքամարտ, շախմատ եւ ունեցանք հաջողություններ, Շենժենում ունեցանք 3 մեդալ, ապա 2013 թվականին Կազանում, Ռուսաստանում կայացած այդ մեծ միջոցառման ժամանակ, որտեղ մեր պատվիրակությունը աննախադեպ քանակությամբ 60 պատվիրակության անդամ կար, որոնցից 35 մարզիկներ էին, մենք մասնակցություն ունեցանք 10 մարզաձևերից եւ 10 մեդալ։ 10 մեդալ, որոնցից 6-ը արծաթե, 3-ը բրոնզ, եւ 1-ը ոսկի, ասեմ, որ 7 եզրափակիչ ունեցանք, որոնցից մեկում կարողացանք առավելության հասնել, կապսասանկությունները մնացած 6-ը ռուս մարզիկների հետ էր եւ ըմբշամարտի տարբեր ձևերում եւ հաջողություն եւ 1-ը շախմատում եւ ապսանքով պետք է որոշ դեպքերում նաեւ մրցավարության, դեպի ըմբշամարտում մրցավարությունը բոլոր դեպքերում իր գործը անում է, թե նաեւ բռնցքամարտում եւ ունեցանք նման կարող ենք ունենալ 6 ոսկի, դա էլ շատ հավանական էր։ Հետագայում ավելի այսպես հաջողություններ ուսանողական սպորտի ասպարեզում ավելի մեծ կլինեն եւ ոսկիների թիվը ավելի շատ կլինի։ Այդ ուսանողական սպորտը կարծես թե բուհերին է այսպես կցված եւ կապված է բուհերի զարգացման հետ։ Եվ դրա համար, որպեսզի զարգանա ուսանողական սպորտը, անհրաժեշտ է այսպես ենթակառուցվածքներ ունենալ։ Մեր բուհերում հարմար, լավ զարգացած ժամանակակից ենթակառուցվածքներ կարծես թե չկան։ Դա ինչով է պայմանավորված։
կապված ֆինանսական խնդիրներով, թե այնուամենայնիվ բուհը ուսանողական սպորտը դիտարկում է որպես երկրորդական, երրորդական գործառույթ։ Իհարկե, սկսեմ վերջից ձեր հարցադրման, դա ռեկտորատի կամ բուհի ղեկավարության դրվածքը թե ոնց է վերաբերվում ընդհանրապես սպորտին, անկախ նրանից բուհը սպորտային բուհ է, թե տնտեսագիտական, թե իրավաբանական բուհ է, թե դա նշանակություն չունի, բուհի ղեկավարության մոտեցումից է կախված։ Ինչ վերաբերվում է մարզակառույցներին, ասեմ, որ մեր բուհերին մեծ մասամբ ոնց որ մնացել է մեզ սովետական միության ժամանակաշրջանից եւ այն ժամանակ խոսքը չի գնացել մեծ ստադիոնների ուսանողների համար, մեծ մարզաբազաների համար չեն ստեղծվել։ Ստեղծվել են այնքան, ինչքան որ պետք է մինիմալ դասաժամերը անցկացնելու, որոշ սեկցիաներ ունենալու համար։ Ասեմ, որ կան բուհեր, որոնք ունեն լավ մարզաբազաներ, դրանք որոնք վերանորոգելուց հետո կարող են ծառայել բավականին մեծ մասսայականություն։ Երևանի պետական համալսարանը շատ անհույս վիճակում է։ Պետք է վերանորոգել։ Իրականում ասեմ, որ ոչ մի ներդրում սպորտի մեջ իզուր չի լինում, մանավանդ Հայաստանի պես երկրում, որովհետև մեր հասարակության մեջ ցանկությունը կա սպորտով, ֆիզկուլտուրայով զբաղվելու, բայց չեն զբաղվում, որովհետև չկան պատասխան հնարավորություններ։ Եթե դա լինի, դա մատչելի լինի, յուրաքանչյուրն է կուզի։ Յուրաքանչյուր ուսանող, երբ որ արդեն սկսում է հասկանալ իր առողջության մասին մտածել, անպայման պետք է ֆիզկուլտուրայով զբաղվի։ Ում հետ խոսում ես, բոլորը ուզում են զբաղվեն, բայց ասում են հնարավորություն չկա, խմբերը եւ այլն, սեկցիաները քիչ են։ Այսպիսով, եթե վերանորոգվեն այդ բազաները, ուսանողները մեծ սիրով կզբաղվեն, ես լինելով բուհական համակարգի աշխատող, միանշանակ դրան հանդիպել եմ այդ նման քննարկումների, ուսանողները մեծ սիրով զբաղվում են սպորտով։ Կա նաև պոլիտեխնիկական համալսարանում, որը հիմա փորձում են ինչ-որ ձևով վերանորոգել, տնտեսագիտական համալսարանում մենք ունենք նույնպես հիմա ռեկտորատի որոշման վերանորոգվում է որոշ չափով, որ ավելի ընդգրկուն լինի ուսանողների մասնակցությունը։ Սլավոնական համալսարանում ունեն լավ բազա, որը նույնպես եւ պետք է շնորհակալություն հայտնեմ այս բոլոր բուհերի ղեկավարությանը, որտեղ ուսանողական հանրապետական խաղերի շրջանակում, երբ որ անցկացվում են մասսայական միջոցառումներ, բուհերը նույնիսկ չվերանորոգված այդ սակավ հնարավորություն ունեցող բազաները տրամադրում են, որ մեր ուսանողները որոշ չափով զբաղվեն սպորտով, մրցեն իրար հետ, ճանաչեն իրար, դա նույնպես թե ուսման մեջ, թե սպորտում ձգտումների հնարավորություն է տալիս։ Դուք նշեցիք, որ Հայաստանում սպորտով զբաղվելու մեծ ցանկություն կա, եւ ընդհանրապես Հայաստանում կա հա սպորտը մասսայականացնելու այդ առողջ ապրելակերպի խնդիրը, բայց մենք տեսնում ենք, որ կա ենթակառուցվածքների հարմարությունների խնդիր։ Ճիշտ է, օրինակ Երևանում աննախադեպ շատացել են հա հեծանվորդների քանակը, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք, որ քաղաքը հարմար չէ հեծանիվ վարելու համար, տեսնում ենք, որ քաղաքում բավականաչափ վազքուղիներ, այդ պուրակներ չկան, որպեսզի սպորտը ավելի այսպես զանգվածային դառնա, մարզերում վիճակը շատ ավելի վատ է։ Այս սրա լուծման ուղիներ պատկերացնում եք։ Լուծման ուղիները պետք է այդ ձեր նշած բոլոր հարմարությունները ստեղծվեն, ժամանակ առ ժամանակ կազմակերպվեն տարբեր մասսայական միջոցառումներ, իհարկե նաև հեծանվա արշավներ շատ են կազմակերպվում այժմ։ Պետավտոտեսությունը օգնում է, ուղեկցում է, բայց դա այն չէ։ Օրինակ եվրոպական մեծ քաղաքներում, նաև ասիական որոշ քաղաքներում ավելի շատ հեծանիվով են զբաղվում կամ գնում աշխատանքի կամ մարզումների, քան ավտոմեքենաներով, որովհետև ուղղակի հնարավոր չի, այլ տարբերակ մարդիկ չեն տեսնում։ Հայաստանում այլ կուլտուրան հիմա փորձում են ինչ-որ զարգացնել, որ պետք է նաև առօրյայում նաև հետևել առողջությանը, հեծանիվ վարել եւ այլն։ Բայց շատ անհարմար են մեր փողոցները իրականում, որովհետև քաղաք ուղղակի ի սկզբանե նախատեսված չի եղել։ Փողոցները ոչ մի բանով հիմա փորձել են երթուղիներ ստեղծել քաղաքապետարանի միջոցով, ես հանդիպել եմ, բայց մեր հեծանվորդները միևնույնն է, վարում են փողոցով մեքենաների հետ միասին։ Դա շատ վտանգավոր է։ Լինելով ինքս մեքենա վարելուց, երբ որ հեծանվորդ եմ տեսնում, փորձում մաքսիմալ զգուշ լինել, որովհետև ոչ ինքը գիտի կանոնները հեծանիվ վարելու, ոչ էլ մենք ենք ծանոթ հեծանվորդը, երբ որ հայտնվում է նման գոտում, ինչ պետք է անել։ Դա լուրջ խնդիր է։ Իսկ մասսայական սպորտի զարգացման համար իհարկե պետք է առաջին հերթին մեր հասարակության մեջ շատ մեծ պրոպագանդա անել։
դա պետք է լինի ընդգրկված թե սպորտի նախարարության քաղաքականության մեջ, թե կրթության գիտության նախարարության քաղաքականության մեջ, թե տարբեր գերատեսչությունների օլիմպիական կոմիտեի գործառույթների մեջ դա կա։ Դա պետք է շատ բարձր մակարդակով արվի։ Դա պետք է արվի այնպես, որ յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր դպրոցական ճանաչի մեր լավագույն մարզիկներին։ Դա այդ ռոպագանդան շատ մեծ նշանակություն ունի։ Պետք է շատ Ռուսաստանում ես հիշում եմ նախկինում մի 10 տարի առաջ, երբ որ այդ բումը սկսվեց սպորտային, որ հասարակությունը պետք է սպորտով զբաղվի, որտեղ խնդիր կար ազգաբնակչության սպորտի հետ կապված, մարդիկ քիչ էին մարզվում, ամբողջ փողոցներում ոչ մի գովազդային հոլովակ չկար, գովազդային պաստառներ չկան, միայն սպորտին վերաբերվող առողջ ապրելակերպին վերաբերվող պաստառներ էին յուրաքանչյուր քայլին։ Նման բան Հայաստանում հազվադեպ կհանդիպես, որ ինչ-որ մի պաստառ առողջ ապրելակերպին է ուղված կամ սպորտով զբաղվելու կոչ է, կամ էլ լավագույն մարզիկի դեմքով ինչ-որ նմանատիպ բան է։ Դա պետք է անել, դա պետք է մշակվել, որ քաղաքականություն պետք է մշակվի եւ այդ ուղղությամբ կա վիճակագրություն, որը կատարել եվրոպական մեծ ճանաչում ունեցող տարբեր բարբերականներ, որ սկանդինավյան երկրներն ամենաշատը զբաղվում սպորտով հասարակությունը, հասել մոտ 80%-ի։ 80%-ը զբաղվում է սպորտով, ֆիթնես ակումբներ են հաճախում, երեխաները սպորտ դպրոցներ են հաճախում։ Եվ ամենակիչը ավելի հարավային երկրները, որոնց շարքում նաև Հայաստանը ընդամենը 20 թե 25%, դա էլ ես վստահ եմ, որ չափազանց թիվ է մեր հասարակության այդ մասն է զբաղվում սպորտով։ Իրականում փոքր երկրների համար սպորտը նաև ունի այսպես գովազդվելու PR-ի լավագույն այսպես տարբերակներից մեկն է։ Մեր երկրում կան կայացած մարզաձևեր տարիների ընթացքում, որտեղ մենք միջազգային ասպարեզում ունենում ենք մեծ հաջողություններ, կայացած դպրոցներ, աշխարհահռչակ այսպես, հռչակավոր դպրոցներ կան, ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, բայց կան սպորտաձևեր, որ Հայաստանում դպրոցը այդքան զարգացած չէ, այդքան հաջողություններ չենք ունենում։ Այն մեր երկրի համար որն է ճիշտ, հիմնական այսպես խաղադրույքը կատարել այս կայացած սպորտաձևերի վրա եւ զարգացնել, թե փորձել ամբողջական, գլոբալ բոլոր սպորտաձևերի վրա հավասար ուշադրություն դարձնելով ամբողջը զարգացնել։ Իրականում այն սպորտաձևերը, որոնք որ Հայաստանում զարգացած են եւ մենք միջազգային հաջողություններ ենք ունենում, դրանք մասսայական սպորտաձևեր չեն։ Օրինակ բռնցքամարտը, ըմբշամարտը, ծանրամարտը, ձյուդոն, իհարկե աշխարհում ճանաչում ունեցող մարզաձևեր են, բայց իրենք մասսայական չեն։ Իսկ եթե Հայաստանում լողով օրինակ, որից չունենք այտենց ես իմ հաջողությունների մեջ, չնայած զարգանում է շատ դանդաղ քայլերով, մարզվում է օրինակ 50,000 երեխա, թեկուզ սեզոնային, 100,000 երեխա լողավազաններ են հաճախում կամ ջրային տարածքներում գնում են լողում են, ըմբշամարտից կամ ծանրամարտից, եթե մենք 1000 մարզվող, 1500 մարզվող, եթե ունենայինք, մենք այժմ կունենանք 2 անգամ ավելի շատ միջազգային հարթակներում հաջողություններ։ Այսինքն այս մարզաձևերը մի քիչ ավելի նեղ, ընտրության մեջ ավելի ուշադիր պետք է լինեն, որտեղ իրենցով դու որոշքան տարիք կա, որից հետո էլ չես կարող զբաղվել։ Պետք է զարգացնել այնպիսի մարզաձևերի համար տարածքներ, լողավազաններ ստեղծել, վազքուղիներ, հեծանվային հրապարակներ ստեղծել, որտեղ որ յուրաքանչյուր տարիքի յուրաքանչյուր ֆիզիկական պատրաստության ունեցող մարդ կարող է զբաղվել։ Դա ատլետիկան է, դա լողն է, դա ցիկլիկ ձևերն են, հեծանվասպորտը, թիավարությունը, դահուկավազքը, դահուկների, որտեղ մարդիկ կարող են միշտ դրանով զբաղվել։ Դա խաղային ձևերն են։ Հայաստանում շատ վատ վիճակում է խաղային ձևերը։ Իհարկե ֆուտբոլը դնենք մի կողմ, ֆուտբոլը դա ուրիշ խոսակցություն է, մենք մեր ֆուտբոլիստները միջազգային հարթակներում են արդեն հաջողություններ գրանցում եւ ազգային հավաքականը դրանով է մեր ուժեղում եւ կարողանում է հաղթել հավաքականների։ Պետք է նայել մեր ներքին, ինչքան էլ ֆուտբոլի ֆեդերացիան լավ աշխատի, եթե չկա մասսայականություն, մարդիկ չեն գնում ֆուտբոլ չեն խաղում, բակերում ֆուտբոլ չեն խաղում, չնայած ֆուտբոլը հիմա շատ մասսայական է։ Մարդիկ շատ են սիրում ֆուտբոլ, դա կապված է նաեւ մեր ֆուտբոլի ազգային հավաքականի հաջողությունների հետ։ Պետք է բասկետբոլը զարգացնել, վոլեյբոլը զարգացնել, հանդբոլը զարգացնել, որոնք որ շատ լավ ձևեր են, ջրագնդակը զարգացնել, որոնք որ միշտ մարդիկ կարող են դրանով զբաղվել ու իրենք բավականին շատ
ֆիզիկական առողջության դուք լողորդ եք, սպորտի վարպետ, այդ ջրային ձևերում մենք ինչ հաջողություններ ունենք եւ ինչ հեռանկար ունենք։ Ասեմ, որ ջրային ձևերում Հայաստանը միշտ ունեցել է լավ ավանդույթներ, միշտ դպրոցը ուժեղ է եղել, ունեցել ենք սովետական միության չեմպիոններ, դպրոցական խաղերի չեմպիոններ, համասարանական խաղերի չեմպիոններ, այժմ մի քիչ ավելի հետ է գնացել վերջին Հայաստանի Հանրապետության ժամանակահատվածում, բայց վերջին շրջանում նկատվում է որոշ հաջողություններ, օրինակ անցած տարի Բրազիլիայում կայացած գիմնազիադայի ժամանակ, գիմնազիադայի դպրոցական միջազգային համաշխարհային խաղերն են։ Մեր մարզիկներից մեկը գննվաճեց մեդալ, արծաթե թե բրոնզե, այժմ այս պահին չեմ հիշում կոնկրետ, բայց դա երևի Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ միակ լողի ասպարեզում լուրջ հաջողությունն է։ Երիտասարդները սկսել են բավականին լավ լողալ, որովհետև եթե մենք 90-ականներին սկսում էինք մարզվել չունենալով բազա, մեկը մարզվել էր օրինակ գիմնաստիկայից էր եկել, մյուսը մեկ այլ մարզաձևից ուղղակի եկել էինք լող, սկսել էինք մարզվել կամ ջրագնդակից ենք եկել լող, կամ լողից են գնացել ջրագնդակ, մի քիչ այն ժամանակ բազա չկար։ Հիմա երեխաները ունեն բազա, մարզիչները զբաղվում են եւ հաջողությունները ավելի կառուցողական են։ Հիմա արդեն հեռանկար կա։ Ունենք ավելի շատ լավ մարզիկներ, որոնք սպորտի վարպետի, միջազգային սպորտի վարպետի նորմատիվներն են լրացնում։ Հուսանք, որ ջրային ձևերում մենք նույնպես կունենանք առաջիկա հաջողություններ եւս կուրախանանք։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն այսօր ՀՊՏՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հովհաննես Գաբրելյանն էր։ Հաջողություն մենք կհանդիպենք վաղը Հայլուրի հիմնական թողարկումից անմիջապես հետո։